Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարև ձեզ Էդգար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մի կարևոր բան է, փորձեմ բավականին ծավալուն նյութ է, փորձեմ այսպես կարճ մեջբերումներ անել, ուրեմն ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 2026 թվականի տարեկան զեկույցում, որ անդրադարձ է կատարվել 2025 թվականի իրադարձություններին։ Ուրեմն Ադրբեջանի մասում զեկույցում նշվում է, որ 2025 թվականի երկրի կառավարությունը կրոնական ազատության կոպիտ խախտումներ է կատարել։ Իշխանությունները կիրառել են խիստ սահմանափակող կրոնական օրենք, որ քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը եւ կառավարությունը լիակատար վերահսկողություն է տալիս գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է անարդարացիորեն բանտարկել ավելի քան 200 շիա մուսուլմանների, ձերբակալված շիաների մեծ մասը մեղադրվում է թմրանյութերի հետ կապված կասկածելի հանցագործությունների մեջ։ Պարզ է, որ այս ամեն ինչը շինծու է, սա ի դեպի կարգով։ Կարևոր այն, ինչ որ վերաբերվում է մեզ, անդրադարձ է կատարվել նաև Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացմանը, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգի տակ մնալ Ադրբեջանի կողմից։ 2020-23 թվականների տարածքների վերադարձից հետո հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները հայտնաբերել են 8 ավերված եւ Եվս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում եկեղեցիներ, գերեզմանատներ եւ հնագիտական այլ վայրեր։ Բացի այդ, ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելված է ստանալ Աստվածաշունչ, սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին։ Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները հիմնականում կենտրոնացած են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ապահովման վրա, որտեղ ԱՄՆ կառավարությունը միջնորդի դեր է խաղում։ Օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ եւ այլն, այսպես գրում է եւ դատապարտում են ընդհանրապես թե ինչ է տեղի ունենում, բավականին ծավալուն նյութ է, խորհուրդ կտամ կարդալ նաեւ մեր էջում, այսինքն այն ամենը աշխարհը անտարբեր չէ այն վայրագությունների նկատմամբ, ինչ որ շարունակում է իրականացնել ՔՊ-ի անվտանգության երաշխավոր երկիրը կամ Ալենի անվտանգության երաշխավոր Ադրբեջանը, քաղաքակիրթ աշխարհը շարունակում է բարձրաձայնել, դատապարտել այն վայրագությունները, որ անում են հայ ժողովրդի նկատմամբ բոլոր առումներով, պատմամշակութային, կրոնական, չեմ ասում մեր գերիների նկատմամբ խոշտանգումները եղել են, կան եւ շարունակվել են, որտեվ ուղղակի իրենք այդպիսի բարբարոս ժողովուրդ են, մենք չենք ասում, այլ անցյալն է հուշում եւ ներկան եւ կարծում եմ մոտավորապես մի 100 ապագա 100 տարին։ Այսպիսի իրավիճակ է, շարունակում են մեր գերիները մնալ Բաքվի բանտում, քար լռություն է, անտարբերություն է, համենայն դեպս Հայաստանի ներսում մենք ձայն չենք լսում, ես չգիտեմ, իսկապես երբեմն ինձ թվում է, որ եթե մեր այս հարթակում է ձայնը չբարձրացվի, ապիկար, չգիտեմ ինչ ասեմ, ճիշտ ասած, եւ քաղաքական ուժերին, կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, բոլորին, որտեվ դա մի տեսակ բան անտեսված բան թեմա է, չգիտեք ինչի մտածել են, որ հիմա ամեն ինչ պիտի կենտրոնացնենք ընտրությունների վրա։ Այո, պիտի կենտրոնացնենք, բայց այդ ընտրությունների գլխավոր օրակարգերից մեկը պիտի լինի, որ այսօր այս այլանդակությունները, որ ասում են Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է, դա նույն Ադրբեջանն է, որ շարունակում է խոշտանգել մեր գերիներին, մեր ռազմաքաղաքական էլիտային շարունակում է բանտված պահել։ Մի հատ սովորական բան ասեմ, ընտրությունների է գնում, ձեր արևին ընդդիմադիր sense բան 3 ինչ որ կամ 4 կարկառոն ուժեր են։ Օրինակ ուսումնասիրել են, տեսեք, մի հատ առաջադրանքի պես բան ասեմ, առաջադրանք չէ, հորդոր ասեմ, ցանկություն, չգիտեմ ինչ, օրինակ ուսումնասիրել են Բաքվի բանտից գերեվարությունից վերադարձած մեր հայրենակիցներից, քանիսն են ինքնասպանություն գործել, գիտեք, որ ինչ սարսափելի թվեր են, քանիսն են հոգեկան խանգարումներ ունեցել, ինչ սարսափելի միջով են անցել։ Գուցե արժի նորից ու նորից դրան անդրադառնալ եւ այն որ դուք խոսում եք բանը խաղաղության մասին խոսող Ադրբեջանը անվտանգության երաշխավորն է, այսօրվա այս
Դավաճան իշխանությունները որ խոսում են, բա դուք ո՞նց պիտի դրա պատասխան տաք։ Եթե նորից ու նորից հրապարակ անվի, թե չէ, նես տպավորություն է, որ եթե դե մի անգամ խոսել եք, անցել եք, ուրեմն բոլորը գիտեն, չէ, բոլորը ոնց որ թե դրա մասին չգիտեն, բոլորը եթե ամեն ինչի մասին ճիշտ ճշգրիտ իմանային, ապա այս չէ, Էդգար, ապա այս մարդիկ հիմա վաղուց չգիտեն որտեղ պիտի լինեին, չէ։ Այսինքն մի հատ այնպեսի հանրային ընդվզումն է, սա ինչի մասին է խոսում, նշանակում է որ չգիտեն։ Հիմա մենք չենք կարող ասել մեր հանրության, ասենք, բանը 90%-ը դեբիլ է։ Չէ, ինչ որ ինֆորմացիոն առումով մենք գիտենք, որ արևմտյան արևմուտքը Թուրքիան տերոր են արել մեր ժողովրդի նկատմամբ, մեր ժողովրդի տերորի տակ է եղել տևական ժամանակ, դա այսօր չի, ոչ էլ երեք է, դա տևական ժամանակ 90-ականներից այդ տերորի տակ ենք եղել։ Մի բան հիշեցնեմ, հիշում եք երկրաշարժից հետո ինչ տեղի ունեցավ։ Դեռ երկրաշարժից հետո երբ որ պլան իրենք դեռ 30 տարի առաջ էին պլանավորել, որ սովետական միությունը պիտի փլուզեն եւ ինչ պիտի անեն։ Ինչ եղավ երկրաշարժից հետո բանը թևերի տակ դրած աղանդավորներ եկան լցվեցին, որովհետեւ հոգեբանորեն բոլոր առումներով կոտրված հյուծված ժողովուրդ էր եւ եկան առաջին իրանք մտան տներով, ճիշտ է, քարչու փալասով ու տներով կամ գուցե նաեւ միայն խոսքով մոլորություններով։ Այնպես որ դա այսօրվա աշխատանք չէ եւ մենք էլ ինչ է նոր հազիվ թքած կպցրած մի հատ ինչ որ երկիր ենք պիտի դիմակայենք, շատ դժվար էր։ Հատկապես որ մեր էլիտաներ բաներ ինչ ասեմ, հատկապես որ մեր էլիտան էլ պատրաստ չէր դրան կամ այդ խորքային գիտակցումը չուներ, թե մենք ինչի մեջ ենք, որտեղ մեծ հաշվով այսօր մեր այդ 30 տարիների ձևավորված էլիտան է, չէ, որ եւ ընդդիմադիր դաշտում եւ այսօր իշխանության մեջ, չգիտեմ, փողոցից եկած, հիմա եթե փողոցից եկածները մնում են, ուզեք թե չուզեք, իրանք կոչվում են, դառնում են էլիտա։ Հիմա, չգիտեմ, բոմժ կլնեն, ինչ կլնեն, իմիջայլոց մի քանի բաներ կա, որ մեր խոսույթ Նիկոլը մտցրել է, օրինակ լափաման, չէ՞։ Հիմա մտցրեց բոմժ։ Այնպես որ այս մարդը մեծ հաշվով ենթագիտակցական ինչ որ բաներ կա, այս ենթագիտակցությունը շատ կարևոր է, չէ՞, մարդու մոտ բոլոր հոգեբանները դա կհաստատեն, այս մարդու մոտ կա, տեսեք ինչ է բերում, էլի լափել, թալանել եւ բոմժություն։ Հիմա ընդհանուր առմամբ եթե տեսնենք իրենց պատկերը ինչպիսին է, այս 3 բառից են կողմ չի գնում լափել, թալանել, բոմժություն։ Այս հիմա ավելի շատ այս կոստյումը ում վրայով է։ Ես կարծում եմ ցանկացած ԿՊԱ-ական կարող է, չէ՞ պարոն Հովհաննիսյան, կարող է հագնել այդ կոստյումը, որ կոչվում է լափել, թալանել եւ բոմժ լինել։ Ես չգիտեմ թանկ կոստյումով, որտեղ մենք գիտենք, չէ, շատ մարդիկ կան թանկ կոստյումով, բայց հոգեկերտվածքը, նկարագիրը շարունակում է մնալ բոմժի։ Կամ ասենք մենք գիտենք մարդիկ, որ լափելու օրը 40 անգամ լափելու հնարավորություն ունեն, ինչ որ տեղերում են հայտնվել, փողոցից եկել այդ բոմժը հայտնվել է, բայց այդ բոմժը իր ոսկորները քանի որ ծակ են, ժողովրդական այդպիսի խոսք կա, չէ։ Հիմա ուզում ես ձեթակոլոլ, ես ներողություն եմ խնդրում, կարկանդակ չեմ ասելու, պերաշկի եմ ասելու, այս իրենց դեպքում դա է էլի շատ բնորոշ։ Ինչքան ուզում ես ձեթակոլոլ պերաշկի կեր, եգիպտացորեն չէ, կուկուռուզ կրծի, ինչա, շաուրմա գնա տենց կեր, ծորա, չեմ ինձ ներողություն եմ խնդրում, էլի կարող եմ այդ լափել կամ այդ բառեր ասել, ինձ տհաճ է այդ ամեն ինչը կրկնել։ Ինչքան ուզում ես այդ բան արա, մեկը ոսկորները չի լցվում։ Ոնց որ նույնը, մարդուն ինչքան ուզում ես տար թանկ կոստյում հագցրու, ի վերջո բանը մարդու եւ կեցվածքը նկարագիրը բանը ժեստիկուլյացիան հետ էլա, չէ՞, մարդու ներսից գալի։ Այդ բոմժությունը չի լքում այս մարդկանց։ Ինչևէ, տարողունակ ստացվեց գերիներից սկսած մեր այսօրվա էլիտայից ընդդիմադիր քաղաքական, իշխանական, չգիտեմ, ինչի մեջ են եւ նաեւ այս խոսույթը, այս նկարագիրը, այս ամեն ինչը որ կա եւ հատկապես բերել է այսօրվա իշխանությունը։